գործող պաշտոնատար։ Արքեպիսկոպոս Կճոյանի գործը ձեր ժամանակ էր ապօրինի գույքի այդ հարցը։ Այո, վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան եւ եթե չեմ սխալվում, այցելումը մերժվել էր դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը։ Դուք եք սխալ եղել, թե ինքն է ճիշտ եղել, թե Ես եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել։ ինչու՞։ Արդեն այն ժամանակ մենք անցել էր ձեր կողմը, այսի ազդակներ Չեմ հիշի, բայց եթե պատասխանում եմ այդ հարցին, վստահաբար այն ժամանակ էր, երբ ես դեռ նախարարությունում չէի։ Ձեր ուսումնասիրությունը ո՞նց էր սկսվել։ Եթե կհիշեք որոշ մանրամասներ։ Այսինքն ինչի նման վրա էր սկսվել։ Ես շատ աղոտ եմ հիշում, բայց այլ հնարավորություն, քան քրեական գործի հիման վրա սկսվելն էր, ենթադրում եմ չէր կարող լինել, որովհետև պաշտոն չի զբաղեցրել երբեք։ Օպերատիվ տվյալների հիման վրա Դա եւս չէր կարող լինել։ Ուզում եմ հասկանալ, հիմա ի վերջո այ խոսում ենք այդքան կոռուպցիայի մասին, այսօր այն անձը, պաշտոնատար անձը չէ, որը տարիներ շարունակ իմացել էր, որ իբրև կոռուպցիայի մեջ է, այսօր իր միջոցով եկեղեցի է մաքրվում ըստ էության, իր միջոցով են մաքրվում եկեղեցին։ Ես չգիտեմ ում միջոցով է մաքրվում եկեղեցին, եթե ինչ-որ անձանց միջոցով մաքրվում է, ես համակարծիք չեմ այդ դատողության հետ բացարձակ։ Եկեղեցին կարող է մաքրվել միայն քաղաքացիների ցանկությամբ եւ քաղաքացիների միջոցով։ Դուք քաղաքացիների ցանկությունը չկա, Տիկին Գալյան, բայց դուք եք այդ կիրակնորիա պատարակներին երբեմն նաեւ մասնակցում։ Ես իրացնում եմ իմ անձնական ցանկությունը եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք գալիս են, իրացնում են իրենց անձնական ցանկությունը եւ քանի դեռ նաեւ տեսնում ենք այնտեղ բազմաթիվ քաղաքացիների, կարող ենք ասել, որ այդ ցանկությունը կա։